Բարև ձեզ, ես Նորայր Հովսեփյանն եմ, այս ձևաչափով և այս հարթակում հանդիպելու ենք պարբերաբար։ Ամփոփելու ենք օրվա անցուդարձը ուշադրության կենտրոնում պահելով հատկապես այն թեմաները, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են Արցախին և որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են հետաքրքիր լինել հատկապես բռնի տեղահանվածներին։ Այս նախագիծը որևէ մեկի պատվերը չէ և կայուն ֆինանսավորում չունի, այնպես որ եթե որևէ մեկը որոշի ինչ-որ չափով աջակցել, կընդունենք սիրով։ Իսկ այս փուլում աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Իվան Ավանեսյանին։ Եվ այսպես սկսենք հենց Արցախին առնչվող թեմաներից։ Վագիվ Խաչատրյանն արդեն տանն է։ Դուստրը Վերա Խաչատրյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Վագիվ Խաչատրյանը հիվանդանոցից դուրս է գրվել ուրբաթ օրը հունվարի 30-ին և նրա առողջական վիճակը գնահատում է բավարար։ Հիշեցնեմ, որ Վագիվ Խաչատրյանը մի շարք ծանր հիվանդություններ ուներ, ադրբեջանցիները նրան գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից Կարմիր խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից բուժման նպատակով Հայաստան գալու ճանապարհին։ Հայաստան հասավ 2026 թվականի հունվարին։ Արցախի ներկայացուցչության շենքի շուրջ կրքերը չեն դադարում, այս դեպքում դատական կրքերը։ Դատարանը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը կամ Արցախի Հանրապետության կառավարությանը ընդունել որպես երրորդ անձ փաստացի պատճառաբանելով, որ Արցախի Հանրապետությունը և Արցախի Հանրապետության կառավարությունը գոյություն չունեն։ Այդ մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը, հայտնելով, որ դատական ակտը կհրապարակվի մայիսի 22-ին։ Այս պահի դրությամբ մենք չունենք մեր դիրքորոշումը արտահայտելու հնարավորություն եւ չունենք անգամ որևէ փաստաթուղթ դատարանի ներկայացնելու հնարավորություն։ Հիմա շարունակությունը ինչու են այսպես անում։ Որովհետեւ եթե դատավոր Զարիկյանը կայացրեց հայցը բավարարելու վերաբերյալ վճիռ, ես էլ որևիցե ձև դա չեմ կարողանալ բողոքարկել։ Ընդհանրապես որևիցե ձև չեմ, ես զրկվելու եմ վերաքնիչ դատարան դիմելու հնարավորությունից, իսկ վերաքնիչի ենթադրյալ որոշումներ վճռաբեկ դատարան բողոքարկելու իմ իրավունքից։ Այսինքն ինչը Զարիկյանը որոշեց, դա էլ մնալու է այդպես, որովհետև ինքը ինձ սուբյեկտ չի ներգրավում։ Ինձ ասելով նկատի ունեմ Արցախի Հանրապետության։ Կամ էլ գրանցված իրավատիրոջը, ամփոփ ասած, քննվում է անձին սեփականազրկելու վերաբերյալ հարց, առանց այդ անձին մասնակից դարձնելու։ Այդ նույն տրամաբանությամբ կարող ենք բոլորս սեփականազրկվել։ Սամվել Շահրամանյանի հայցը դատարանը մերժել է։ Հայցը ներկայացվել էր ընդդեմ Նժդե Հովսեփյանի և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։ Հիշեցնեմ, որ խնդրոառարկան 9-րդ դասարանի դասագրքում ներառված տեղեկությունն է առ այն, որ Շահրամանյանը որպես Արցախի Հանրապետության նախագահ ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիր։ Այսօր առավոտվանից որոշ լրատվամիջոցներ անգամ տեղեկություններ են տարածել, որ հայցը մերժվել է։ Այո, իրականում հայցը մերժվել է, բայց հայցը մերժվելով ասել, որ Արցախի Հանրապետության նախագահը պարտություն է կրել այս գործով, ճիշտ չէ, որովհետև ճիշտ հակառակը Արցախի Հանրապետության նախագահը հասել է նրան, ինչը հաստատի ցանկացել է։ Այսինքն մենք հասել ենք նրան, որ նշված հրամանագիրը դատական ակտով համարվել է առ ոչինչ։ Մենք հասել ենք նրան, որ դատական ակտով արձանագրվել է տեղեկությունների ոչ ամբողջական եւ ճշգրիտ լինելը։ Սպասելու ենք վճիռը օրինական ուժի մեջ մտնի, որից հետո դիմում ենք ուղղելու կրթության նախարարությանը եւ խնդրելու ուշադրության առարկա դարձնել այն հանգամանքը, ինչ արձանագրվել է դատարանի կողմից, խնդրելով օրինակ պատմության դասագրքում մտցնել ամբողջական տեղեկություններ։ Ներհայաստանյան զարգացումներին անդրադառնանք։ Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ Անիր Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։ Փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է դիմավորման պաշտոնական արարողությունը։
Փետրվարի 2-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ, հնչել են Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերը։ Նույն օրը փետրվարի 2-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շտաբի պետը ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի շտաբի պետին։ Նախ առանձնազրույց ներկայացել, հետո հանդիպումը արդեն ընդլայնված պատվիրակությունների կազմով։ Անդրադարձել են 2026 թվականի համար պլանավորված միջոցառումները արդյունավետ իրականացնելուն վերաբերող մի շարք հարցերի։ Կարևորվել է կրթական, մասնագիտական վերապատրաստման, վարժանքների և զորավարժությունների, տարբեր բնագավառերում փորձի փոխանակման միջոցառումների անցկացումը Հայաստանում և Հնդկաստանում։ Այս այցի հետ կապված որոշ բացահայտումներ, հնարավոր է նաև տեղեկատվական արտահոսքեր ամենայն հավանականությամբ կտեսնենք առաջիկայում, այնպես որ առաջիկա օրերին արժի ուշադրության տակ պահել այս թեման, ինչպես հայաստանյան, այնպես էլ Հնդկաստանի լրատվամիջոցներում։ Թերահավատներին ու թեմային անլուրջ վերաբերվողներին պարզապես հիշեցնեմ, որ խոսքը աշխարհում 4-րդ ուժեղագույն բանակն ունեցող երկրի մասին է։ Բանակի առումով Հնդկաստանը զիջում է միայն Ամերիկային, Ռուսաստանին և Չինաստանին։ Ներհայաստանյան լրահոսի ամենաքննարկված, գուցե նաև ամենաքննադատված թեման այս օրերին Սամվել Կարապետյանի որդու Սարգիս Կարապետյանի հայտարարությունն էր։ Նախ հիշենք, ինչ է ասել պարոն Կարապետյանը։ Այսինքն ենք աշխատում մեր պրեդվիբորնի կամպանիայի շուրջ, կարանք հիմա փաստացի ասենք, որ ուժեղ Հայաստանում չի լինի անբավարարված կին։ Տենց բան հայտարարենք, առնվազն նախարարություն ուրեմն պետք է ստեղծի, որ այս հարցերը կուրացիա կանի։ Սեքսի նախարար։ Արձագանքների մասին իշխանական, պրոիշխանական, ինչ որտեղ նաև չեզոք գործիչների բացասական արձագանքը կանխատեսելի էր ու եկեք ընդունենք նաև բնական։ Ընդդիմության արձագանքներին կանդրադառնամ քիչ անց, մինչ այդ խոսքը նորից Սարգիս Կարապետյանին տանք։ Աղմկահարույց հայտարարության հաջորդ օրը պարզաբանեց, ինչ է ցանկացել ասել և ինչու։ Բարև ձեզ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ով նայել է մեր երեկվա ոդկասթը ամբողջությամբ և չի արել մակերեսային դատողություններ։ Ես ընդունում եմ, որ շատ մարդկանց համար կոնտեքստից կտրված այս ձևակերպումը անհաջող էր։ Մենք քննարկել ենք այնպիսի թեմաներ, որոնք տաբու են Հայաստանում, բայց իմ կարծիքով ամենակարևորն են։ Մենք միշտ քննարկում ենք արտաքին վտանգները, բայց մոռանում ենք ներքին սպառնալիքների մասին։ Պոդկասթի ժամանակ մենք խոսել ենք, որ ըստ սոցիոլոգիայի, նարկոմանիայի, դեպրեսիայի և խաղամոլության ցուցանիշները ավելացել են փոքրիկ խմբակի ժամանակ։ Մեր ժողովուրդը քանդվում է ներսից։ Հարց տամ, քֆուր տվող կինը նորմալ է։ Այս փոքրիկ խմբակի կողմից ոչ մի բան չի արվում այս խնդիրները լուծելու համար։ Հակառակը, դրանք ձեռնտու են իրանց։ Ինչքան մարդիկ թաղված են խնդիրների մեջ, այնքան քիչ են մտածում իրական խնդիրների մասին։ Մի հարց տամ, ժողովուրդ ջան, փոքրիկ խմբակին։ Հիմա ձեզ ներվայնացրեց իմ ձևակերպումը, թե այն, որ ես խոսում եմ այս խնդիրների մասին բարձրաձայն։ Առողջ հասարակությունը և առողջ Հայաստանը բոլոր իմաստներով լինելու է մեր գլխավոր նպատակը։ Առանց առողջ հասարակության, առողջ հոգեպես, առողջ ֆիզիկապես և առողջ բարոյապես ուժեղ Հայաստանը չի կարող լինել։
Ընդդիմության հիմնական հատվածը գերադասեց լռել, խոսեցին հիմնականում մեր ձևովականները, նրանք, ում լռությունը անհասկանալի կլիներ, ինչ որտեղ նաև անթույլատրելի։ Հիմնական խոսույթը Սարգիս Կարապետյանի ասացի տրամաբանության մեջ էր։ Ներողություն չենք խնդրում, բա որ Փաշինյանը կամ ՔՊ ներկայացուցիչները անպարկեշտ խոսքեր էին օգտագործում, ինչու չէիք բողոքում եւ այսպես շարունակ։ Հիմա եզրակացությունը դա կլինի սուբյեկտիվ, իմ կարծիքը ու անկեղծ ցանկանում եմ, որ սխալված լինեմ։ Նոր քաղաքական ուժը, որի անունից փաստորեն խոսում է Սարգիս Կարապետյանը, փորձում է հայաստանյան քաղաքական դաշտում ամրապնդվել ու Փաշինյանին հակադրվել հենց Փաշինյանի մեթոդները նմանակելով։ Հնարավորինս աղմկահարույց ու քննարկվող, թեկուզ եւ քննադատվող հայտարարություններ անելը, դրանով հանրային ուշադրությունը ամբողջությամբ վերցնելը, սա Փաշինյանի ձեռագիրն է։ Սա կարող էր աշխատող տարբերակ լինել, եթե մրցակիցը նույն Փաշինյանը չլիներ, ով պայքարի այս եւ բազմաթիվ, հավատացեք, այլ գործիքներ օգտագործեց մինչեւ 2018-ը բավական հաջող, իսկ 2018-ից հետո էլ միայն կատարելագործել է այդ գործիքները։ Իսկ նմանակումը որքան էլ տաղանդավոր, դժվար թե բնօրինակին գերազանցի։ Եթե Կարապետյանները որոշեն պայքարը այս ճանապարհով շարունակել, կարծում եմ ընտրությունների ելքը կանխորոշված է։ Ընդդիմության ազատ կամ անազատության մեջ գտնվող ներկայացուցիչները վկա, գրեթե բոլորն էլ արդեն այդ տխուր փորձը ունեն։ Այսքանը, ամուր եղեք, կհանդիպենք։